At the same time, Ukraine Կիևը դաշնակիցներից նորից զենք է պահանջում։ of anti-ballistic interceptors. ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում Ուկրաինայի ներկայացուցիչը կոչ է արել գործընկերներին Կիևին տրամադրել իրենց պահեստներում գտնվող բոլոր Patriot հրթիռները։ If we are to be completely frank, my fellow citizens find it Ուկրաինացիների համար դժվար է հասկանալ, թե ինչու հրթիռները, որոնք ամեն օր կարող են հարյուրավոր կյանքեր փրկել, պահվում են պահեստներում եւ չեն օգտագործվում խաղաղ բնակիչներին պաշտպանելու համար։ Ukrainian civilians. Մելնիկը նաև հայտարարել է, որ Կիևը նախաձեռնում է գլոբալ կոալիցիայի ստեղծում հակաբալիստիկ հրթիռների մշակումն ու արտադրությունը 10 պատիկ եւ ավելի մեծացնելու համար։ Озвучить альтернативную точку ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստերի հաջողականությունը ոչինչ չի փոխի։ Ուկրաինայի հարցով ցանկացած համաձայնություն ձեռք բերելիս պետք է հաշվի առնել Ռուսաստանի անվտանգության շահերը։ Մոսկվայի դիրքորոշումը ՄԱԿ-ում ռուս դեսպանն է ներկայացրել։ никаких договоренностей. Ռուսաստանի անվտանգության շահերի հաշվին որևէ պայմանավորվածություն չի լինելու։ Ձախողման է դատապարտված հակամարտությունը հրադադարի անվան տակ սառեցնելու ցանկացած փորձ, Обречены на провал любые попытки. որի նպատակը Կիևին վերախմբավորվելու եւ վերազինվելու համար ժամանակավոր դադար տրամադրելն է։ Կողմերի դիրքորոշումները կոշտ են ոչ միայն դիվանագիտական հարթակում։ Ռազմաճակատում եւ խորը թիկունքում հարվածների ինտենսիվությունը չի թուլանում։ Կրասնոդարի երկրամասը կրկին ուկրաինական դրոնների թիրախում է եղել։ Աֆիպսկի ավանում անօթաչուների գրոհի հետևանքով 2 մարդ է զոհվել, եւս 2-ը վիրավորվել։ Դրոնի բեկորներն ընկել են երկաթուղային կայարանի տարածքում, վնասվել է առնվազն 10 տուն։ Հրդեհներ են բռնկվել նաև Աֆիպսկի նավթավերամշակման գործարանի տարածքում եւ Ամուրի գազաքիմիական համալիրում։ 1 զոհ կա։ Ռոստովի մարզում նավթավերամշակման գործարան է վնասվել։ Այսօր ռուսական բանակի վերահսկողության տակ է անցել Աննովկա գյուղը Դոնեցկում։ Донбасс является территорией Российской Федерации. Դոնբասը Ռուսաստանի մաս է եւ երրորդ կողմը չի կարող զբաղվել Ռուսաստանի տարածաշրջանների կառավարմամբ։ Может заниматься управлением регионов Российской Федерации. Ըստ պաշտոնական Կիևի ռուսական զինուժը վերջին 1 օրվա ընթացքում հարվածներ է հասցրել Սումիի մարզի 22 բնակավայրի եւ ավելի քան 20 անգամ Դնեպրոպետրովսկի մարզի 5 շրջանի։ Սումիում 5 մարդ է տուժել, Դնեպրոպետրովսկում 3 մարդ։ Վնասվել են բնակելի տներ, դպրոց, մանկապարտեզ եւ այլ ենթակառուցվածքներ։ Բելաևսկում պայթել է Օդեսա մատակարարող գլխավոր ջրատարը։ Ժամանակավորապես փակվել է Ուկրաինա-Մոլդովա սահմանային անցակետը։ Դեռ պարզ չէ ուկրաինական թե ռուսական դրոնների հարվածների հետևանքով։ Ծովինար Բարխուդարյան, Գագիկ Տեր-Ղազարյան, Հայլուր։